Մեր անվտանգության միջանցք տարածաշրջանում պատերազմը իսկ Հայաստանը դուրս է մնացել դրանից։ Նարեկ ջան, ես Հայաստանում եմ ապրում, չեմ կարող ցավել, ես կարող եմ ուրախանալ, բայց ես ջայլամ չեմ եւ ջայլամային քաղաքականությանը դեմ եմ, որ գլուխներս մտցնենք ավազի մեջ եւ եթե ոչ մի բան չենք տեսնում, նշանակում է ոչ մի բան չկա։ Պարզ մարդկային, ես ասում եմ ընդդիմադիրը չէ։ Իրենց թող ինձ հողում չանեն։ Քրիստինե Գրիգորյանը իրենց պաշտոնյանը թե չէ։ Իրենք են նշանակել թե չէ։ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը զեկույց է հրապարակել։ Ես չեմ գրել դա իմ տողերը չեն։ Գրել է Իրանի վրա հարձակման դեպքում խաղաղությունը տարածաշրջանում վտանգվում է։ Հիմա թող Քրիստինե Գրիգորյանին եթե հարցեր ունեն, թող ասեն սխալ զեկույց ես գրել, չափազանցրել ես, սպառնալիք ես հանդիսանում մեր խաղաղության օրակարգին, դու չես տիրապետում իրավիճակին, դու չգիտես ինչ ես անում, թող ասեն դա է ուզում ասեի, ռուսի շպիոն ես, հիբրիդային սպառնալիք ես, Քրիստինե Գրիգորյանին հասկանում եք, ես Քրիստինե Գրիգորյանին եմ հղում տալիս, ուրիշ ոչ ոքի չեմ անանում։ Այստեղ հարց կար, չէ, Վարդանյան, իհարկե դուք հանգիստ բոլոր հարցերը կարող եք տալ, ես ոչ միտեղ չեմ գնալու, բայց այստեղ հարց կար 004-ից եւ տվեցին 004 շրջապերականին եւ ասացին, որ դրանով դուք պատերազմ եք ուզում, իսկ իրենք խաղաղության կողմնակից են։ Հայաստանում պատերազմ թե խաղաղություն բանավեճ չկա, որովհետեւ երկրորդ կողմը այդ բանավեճի գոյություն չունի, չկա ուժ, որ ասում է պատերազմ, եւ եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը եւ դաշնակցությունը այդ ժամանակ նաեւ իշխանության։ Հիմա ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները եւ պատերազմներն են եղել Հայաստանի վրա խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ որ բան ապացուցել, բայց գիտեք, այս բանը նարատիվը, եթե մենք չլինենք, ինչ էր ասում Գևորգ Պապայանը, արհեստական բանականություն էլ չլինի, իսկ երեխաները կժպտան, եթե ԿՊ-ն չլինի, իսկ արև կծակի, եթե ԿՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի աշխարհի վրա, եթե ԿՊ-ն չլինի, թե ամբողջը տանելու են իրաց հետ։ ԿՊ-ից առաջ կյանք չկար, որ ԿՊ-ից հետո չլինի։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է։ Ես գիտեմ, որ Գևորգ Պապայանի համար գուցե այդպես է ու ԿՊ-ականների, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա։ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա եւ 004 շրջաբերականի մասին էլ չգիտեմ որքան բան անենք, այն շրջաբերականը, որոնք իրենք հղում են անում, գոյություն չունի, այն շրջաբերական այն բովանդակություն, որին հղում են անում, դա ներքին շրջանառության փաստաթղթ է, Ռուբեն Ռուբինյանին մենք հրավիրել ենք տեսնել, չգիտեմ Զադիրջկան ինչու՞ն է, որ չգիտեմ, իսկ ներքին կուսակցության որևէ ներքին շրջանառության փաստաթուղթ հրապարակելուց առաջ, եկեք ես համաձայն եմ, Նիկոլ Փաշինյանը իր ԲԴԽ նախագահին գրած SMS-ը եւ Սահմանադրական մարմնի անդամներին գրած SMS-ները հրապարակի եւ WhatsApp-ի նամակները, մենք մեր շրջաբերականները, մենք խնդիր չունենք, ուղղակի հարց առաջանում, ինչի դաշնակցությունը պիտի եթե Ռուսաստանը գա եւ Արցախում գերիշխանություն ամենամեծ 35 շրջաբերական դաշնակցությունը 004 միած չի, ամբողջ բանը դա եւ ոչ ԿՊՆ-ն բովանդակությանը, որին հղում է անում, այդպիսի բովանդակություն գոյություն չունի։ Մենք այնքան պարկիշտ ենք ուղակի, որ հաճեն 004 շրջաբերական ունենք, բայց այդ ինչ որ ԿՊՆ ասում է, այդտեղից են բոլոր հարցերը։ Բայց ով ասաց իրաց ձեռքն անկել, այսինքն այն ինչ որ բանը, այն ինչ ես ասում եմ այդպեսի փաստաթուղթ չկա, սլիվ է կարել, ԿՊ-ի Civic-ի պատվալում գրվել է, հրապարակվել է, լավ, բանը ունի գրասենյակում, բալկոնում, պատվալը վատ չի, պատվալը վատ չի, նկուղը վատ չի, այո։ Եթե չունես մի բան, հա։ Ինչ ենք անելու։ Civic-ը նկուղ չունի, շտկում։ Սոցհարցումներ են հողում անելու եւ միանշանակ հաղթելու են այս փողը։ Սա օրինակ շատ քաղաքացիների մոտ այսպես ապաթիա է ստեղծում, որ մեկը գնանք ընտրության, ինչի գնանք, իրենք ասում են հաղթելու են։ Սա նշանակում է, որ ԿՊ-ին ձեռնտու է քիչ մասնակցություն, ինչպես Գյումրին եղավ, հիշում եք, որ ասում էին մեր նախատեսածից շատ եկան դրանով պարտադրել։ Այս թեզը այդ հոգեբանական ճնշումը ունի եւ արդյոք սա կարող է ազդեցություն։ Բնականաբար, եթե ուզում են այնպեսի տպավորություն թողնել, որ ինչ լինի մենք հաղթելու ենք, սիրելի քաղաքացիներ, դա ուղիղ ձեզ ասում եմ, որ ձեր մասնակցությունը ոչինչ չի որոշելու, արդեն որոշված է եւ ամբողջ իմաստը այն է, որ քիչ մասնակցության դեպքում ԿՊ-ն վարչական ռեսուրսների կիրառմամբ իր զանգվածը մոբիլիզացնելով կարողանա ապահովել ցանկալի արդյունք։ Գյումրիի այս սցենարը, որ ասում են մենք Գյումրի թույլ չենք տալու, ես ուզում եմ հասկանալ, ԿՊ-ն չի բողոքարկել Գյումրու ընտրության արդյունքները։ Ինչ է թույլ չեն տալու։
Թույլ չեն տալու Գյումրիում ինչ է տեղի ունեցել։ Տարբեր տեխնացուների մասնակցությամբ ապահովել է ավելի շատ քաղաքացիների մասնակցություն ընտրություններին, տեղի ունեցել հետընտրական համագործակցություն, իշխանափոխություն է տեղի ունեցել Գյումրիում։ Ինչը թույլ չեն տալու։ Մարդկանց բան գնալ ընտրատեղամասեր, համագործակցություն, ինչը Գյումրիում ինչ անօրինական բան է տեղի ունեցել, որ թույլ չեն տալու։ Այդ ինչն են սպառնում։ Ասում են Մարտուն Գրիգորյանի ընտրողը, որ իմանար Մարտուն Գրիգորյանը գնալու էր Քոչարյանական Ռոբերտ բանին Վարդան Ղուկասյանին ընտրեր ձեռը կտրեին Մարտուն Գրիգորյանին քվե չէր քվականներն են ասում։ Մարտուն Գրիգորյանի ընտրողը 2 օր հետո իմացա որևէ մեկը ձեռը կտրել է։ Որևէ մեկը կտրեր որ ինչ։ Որպես բողոքի նշան Մարտուն Գրիգորյանին գնացել է, որ ձեր բանար է հրապարակային դժգոհություն, ցույց։ Դե հիմա եկեք Կիկոսի մահը բանանենք, եթե այսպես լիներ, այնպես կլիներ։ Վերջը հրապարակային գործընթացը տեղի ունեցել ու համագործակցություն։ Ժողովուրդ ջան, ժողովրդավարության տարերից մեկն է քաղաքական ուժերի համագործակցությունը։ Եթե չեք ուզում, որ որևէ ուժի հետ համագործակցի, նրան տվեք այնքան ձայն, որ անհրաժեշտ չլինի համագործակցության։ Եթե այդքան ձայն որևէ մեկը չունի, բնականաբար պիտի համագործակցի, որ կարողանա կամ իշխանություն ձևավորի, կամ իշխանություն փոփոխի։ Հիմա էս է հարցը։ Ընդդիմությունը շատ ուղիղ ասում է, այո, կամ ընդդիմության մենք ուզում ենք փոխվի այս իրավիճակը։ Կամ ընդդիմության ուժերից որևէ մեկին տվեք 50+1, եթե ոչ, այո, այդ ուժերը իրար հետ համագործակցելու են 3 ուժ կլինի 4, ես չգիտեմ, ես չեմ որոշում։ Բնականաբար, բայց եթե չէ, ես չեմ որոշում, ասում եմ ընդդիմադիր ուժերը, որոնք անցնեն։ Օրինակ ներողություն, չէ, իրապես այդ ուժերն են օրինակ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը, Գագիկ Ծառուկյանի հետ Նոյան Տապանը, հա եւ Սամվել Կարապետյանի ուժը Հայաստանը։ Ես այդ 3-ը դուք ասացիք, ես ոչ 3-ով սահմանափակվում եմ, ոչ 4-ը կլինեն, 5-ը կլինեն։ Ես ասում եմ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր, այսինքն ասում եմ, որ իրենց համար առաջնային նպատակը իրավիճակի փոփոխությունն է։ Ես եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, այդտեղ ում հետ է պետք համագործակցել, թե չէ, ում հետ, որ նպատակների մեջ կա նույնականություն։ Ես ֆակտորի եթերում եմ ասել Հայկ Մարությանը կլինի, իր հետ է պետք համագործակցել։ Եթե Հայկ Մարությանը չի համագործակցի ու իրենից կախված, պայմանական Հայկ Մարության որևէ ուժ չի համագործակցի ու իրենից կախված իշխանություն չի փոխվի, այդ դրա պատասխանատվությունը ինքը պետք է ասի։